Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար պարոն Մովահեդյան եւ ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում։ Աստծո անունով բարև բոլորին, ուրախ եմ հյուրընկալվելու ձեր տաղավարում։ Եվ սկսենք հարցազրույցը, պարոն Մովահեդյան, Սիրիայում հենց այս պահին ընթացող ըստ էության ցեղասպանական գործողություններից կխնդրեմ գնահատել ինչ է կատարվում այնտեղ, դա ինչ հետևանքներ կարող է ունենալ լայն առումով մեծ մերձավոր արևելքի վրա եւ ավելի նեղացնենք մեր հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Թուրքիան այնպիսի կեցվածք է ձևավորել եւ ցույց տալիս Սիրիայում այս օրերին, որը հիշեցնում են 1915 թվականի Օսմանյան կայսրության ժամանակվա կոտորածներին եւ հայոց ցեղասպանությանը։ Այսօր տեսնում ենք, որ Սիրիայում քրիստոնյաները, ալավիները ենթարկվում են վայրագության եւ ցեղասպանության եւ Թուրքիան այս կեցված չի կարող մեզ ապացուցել, որ ինքը հետևողական է տարածաշրջանում եւ Սիրիայում խաղաղության եւ ընդհանուր ղեկավարության։ Գործը այնտեղ է հասել, որ Ռուսաստանը համագործակցաբար ուզում է Թուրքիային Սիրիայից վռնդել։ Նաև տնտեսական առումով Թուրքիան Սիրիայում ոչ մեծ ձեռքբերում չի ունեցել եւ շարունակվում են նավթային պաշարները Ամերիկայի հսկողության տակ գտնվող տարածքներում մնալ։ Այս իրավիճակում Սաուդիա Արաբիան եւ Էմիրական միությունները ոչ մեծ ձևով չեն համագործակցելու տնտեսական առումով եւ նույնիսկ Քաթարը, որ Թուրքիայի համախոհն է, ոչ մեծ տնտեսական շարժ եւ քայլ չի վերցնում Սիրիայում։ Այս բոլոր իրավիճակը Թուրքիայի ընդհանուր քաղաքագիտության թույլ ընկալումն է, որը կարծում էր, որ Սիրիային տիրելուց կկարողանա ամբողջ ուժը վերցնել, բայց միայն ականատեսնենք ամբողջ անկայունության տարածաշրջանում եւ այս բոլոր ցեղասպանական գործունեությունների։ Թուրքիան, որը ասում է, թե ես Իսրայելին հակառակ եմ, իր ամբողջ արարքների հետևանքով ու պատճառով իսրայելական հսկողության տակ են գտնվում եւ իսրայելական միջոցով ոչնչացվել են սուրիական ամբողջ հիմնական կենտրոնները եւ նաեւ որը Իրանին էր մեղադրում, թե Իրանն անկայունության պատճառը, բայց տեսնում ենք, որ հենց ինքը Թուրքիան եւ Իսրայելն են։ Թուրքիայի ներկա կեցվածքը Սիրիայում եւ իր վայրագությունները պատճառ են դարձել, որ հենց ներքին առումով Թուրքիայում ապրող ալավիները եւ քյուրդերը պետության դեմ դուրս գան եւ ներքին առումով Թուրքիան ինքը արդեն իսկ խնդիրի է բախվում։ Իրականում Իրանի հանդեպ ուզում էին քար գցել, ինչպես բառացի թարգմանությունն է, բայց փաստորեն այդ քարը, որ նետել են դեպի Իրանը որպես խոչընդոտ, վերադարձել է հենց դեպի իրենց դաշտը։ Ես թուրք դիվանագետներին խորհուրդ եմ տալիս, որ նախ կանեն, որ սկսեն խոսել, մտածեն եւ իրենց խելքից օգտվեն։ Եվ այս իրավիճակում Հայաստանը ամենասխալ գործը, որ կարող է անի, այնա որ իշխանությունները փորձեն Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները լավացնեն։ Այն Թուրքիայի, որ այսօր նմանատիպ գործողություններ է կատարում։ Պարոն Մովահեդյան, դուք մոտեցաք իմ հաջորդ հարցին, ձեր խոսքում համեմատեցիք այս օրերին Սիրիայում կատարվողը 15 թվականի ցեղասպանության հետ եւ Հայաստանի իշխանությունը, եթե վերլուծենք հատկապես հետպատերազմական շրջանի քաղաքականությունը, որդեգրել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, ցավոք Հայաստանի համար ամեն ինչ զիջելու ճանապարհով դա իրականացնելու քաղաքականություն,
Մասամբ իհարկե պատասխանեցիք հարցին, բայց կուզեմ այստեղ մանրամասնեք, որն է Թուրքիայի նպատակը այս գործընթացում եւ հաշվի առնելով ներկա իրողությունները, արդյոք թուրք-ադրբեջանական տանդեմը հետամուտ է լինելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցք նախագծի իրականացմանը, այդ թվում ռազմական հնարավոր ճանապարհներով։ Նորից կուզեմ կրկնել, որ Թուրքիայի կեցվածքը Սիրիայում այսօր ապացուցում է, որ հենց որ Թուրքիան հնարավորություն ունենա Հայաստանում ներխուժելու եւ իրավունքը Հայաստանում բացվի, հենց նույն կեցվածքն է իրականացնելու եւ 110 տարի առաջվա հայոց ցեղասպանությունը կրկնվելու է այսօրվա ներկայիս Հայաստանի տարածքում։ Ոչ ոք խաղաղության հետ դեմ չի, տարածաշրջանում այսօր Հայաստանը բախվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որ իրենց գործունեությամբ ցույց են տալիս, որ իրենք ընդհանրապես խաղաղության ոչ մեծ ծրագիր չեն հետապնդում, այլ հետապնդում են Հայաստանի ոչնչացումը։ Թուրքիայի ղեկավարները բազմիցս կրկնել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի մեջ հարաբերությունների լավացումը լինելու է այն պայմանով, երբ Հայաստանը խաղաղության պայմանագիրը կընդունի Բաքվի հետ, Ադրբեջանի հետ։ Իսկ Ադրբեջանի Բաքվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի ոչնչացումն է։ Ուրեմն Բաքվի խաղաղության պայմանագրի կետերը ինչ են, արդյոք դա իրոք դեպի խաղաղության հասնելն է, թե անկայուն խաղաղություն, չակերտյալ խաղաղություն, որը Հայաստանին դնելու է այնպիսի իրավիճակի մեջ, որը Հայաստանի գոյությունը եւ շարունակությունը հարցական է մեջ է տանելու։ Կսկսենք Զանգեզուրի միջանցքի այսպես կոչված խաղաղության պայմանագրի կետերից մեկի մասին, ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի հարթեցնել եւ այդ բարձեցնել այդ կետի իրավիճակը, Ալիևը երբեք իր հիմնական նպատակից եւ պահանջից հետ չի նստում, որը ապրանքների առանց մաքսային ստուգման առանց որևիցե խոչընդոտի տեղափոխումն է այդ տարածքով։ Պարոն Վովահեդյան, այստեղ ես պիտի մեջ բերեմ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարություններից մեկը, նա ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին անխոչնդոտ ճանապարհ տալ, հետո փորձել էր շտկել իր հայտարարությունը, իսկ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը իր հոդվածում խոսել էր պարզեցված ռեժիմի ընթացակարգերի մաքսային վերահսկողության պարզեցված ընթացակարգերի մասին, այս հայտարարությունները արդյոք մտահոգություն չեն առաջացնում Իրանում։ Մենք ընդհանուր դեմ ենք անխոչնդոտ եւ առանց մաքսային ձևակերպման եւ հսկողության որևիցե ապրանքի եւ էներգիայի տեղափոխումը Ադրբեջանի եւ Նախիջևանի մինչեւ Հայաստանի սահմաններից, որովհետեւ դա իրականում ընդհանուր իրավունքների եւ օրենքների խախտումն է։ Այս գործը կարող է խթանել Ադրբեջանի եւ Թուրքիայի թերորիստական գործունեություններին, որովհետև ոչ մի կոնտրոլ եւ ոչ մի տեղեկություն չկա, թե ինչ է փոխադրվում։ Այս գործունեությունը խթանելու է նաև դեմոգրաֆիկ փոփոխություն Սիունիքի մարզում։ Ժամանակի շատ կարճ ժամանակի ընթացքում կտեսնենք, որ այդ հայերը տեղափոխվել են Սիունիքից եւ իրանց տեղը արդեն ապրում են ազերիներ։ Եթե իրականում դա կապն է Ադրբեջանի եւ Նախճեվանի միջև եւ Իրանն էլ բազմիցս ասել է եւ տրամադրում է անվճար ճանապարհային հնարավորություն, եթե իրոք միայն դա է իրանց ցանկությունը եւ Հայաստանն էլ նաեւ համագործակցության պատրաստակամություն է հայտնել, ուրեմն ինչու են պնդում առանց խոչընդոտների եւ առանց մաքսային տնօրինման պահանջին։
երբ Ալիովը շատ գրեհիկ եւ ֆաշիստական լեզվով է խոսում հայերի եւ Հայաստանի մասին, արդյոք դա տրամաբանական է, որ հայերը իրենց պայմաններ ընդունելու եւ առանց խոչընդոտի տարանցիկ ճանապարհ տրամադրեն։ Կարող ենք եզրակացնել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ մի բարիացակամ եւ խաղաղության ծրագիր չունեն։ Իրենց միակ ծրագիրը հենց փարթուրքիստական եւ փանթուրքական կայսրությունը ստեղծելու, Հայաստանը որպես վերջին խոչընդոտ ֆիզիկապես ոչնչացնելու եւ փանթուրքական իրենց քաղաքական, տնտեսական եւ cultural գաղափարը իգործ դնելու համար։ Հայաստանը դեռ ոչ մի ուրիշ այլընտրանք չունի բացի պայքարելուց եւ այս պայքարի մեջ Հայաստանը ունի միակ մի համախոհ եւ դա Իրանն է։ Ուրախ եմ, որ վերջին շրջանում տեսել ենք նման այս գիտակցությունը հայերի Հայաստանում, թե ու նաեւ Հայաստանի ներկայ իշխանության մեջ շատացել է եւ համագործակցությունը Իրանի հետ, թե տնտեսական, թե ռազմավարական աճել է եւ հույսով եմ նաեւ կտեսնենք զինուժի միասնական զինավարժություններ։ Արմո Վահեդյան, դուք ասում եք, որ իշխանության գործելավոճը վերջին շրջանում ինչ որ հույսեր է առաջացնում Իրանի մոտ, բայց ես մեջ բերեցի թիվ 2 պաշտոնյայի հայտարարությունը եւ երկրի վարչապետի տեսակետները այսպես կոչված ճանապարհի վերաբերյալ, նրանք նշում են, որ ինչ էլ լինի Ադրբեջանում դրա անունը դնելու են Միջանցք։ Հայ հասարակության մոտ սա լուրջ մտահոգություններ է առաջացնում, որ Հայաստանի իշխանությունը փորձում է նմանատիպ մանիպուլյացիաների միջոցով փորձել հասարակությանը մատուցել, թե Միջանցքի հետ գործ չունենք, բայց իրականում այն ռեժիմները, որոնք կառաջարկի Հայաստանի իշխանությունը Ադրբեջանին, ամենևին չեն բացառում հենց միջանցքային տրամաբանությունը, սա ուղղակի նաև արձանագրում, թե ինչպես է ընկալվում Հայաստանի իշխանության այս կամ այն տեսակետը երկրի ներսում եւ կուզեմ անդրադառնալ այն առաջարկին, որը տևական ժամանակ անում է իրանական կողմը հայկական իշխանություններին, բայց մինչև այժմ մենք գետնի վրա գործնական առաջընթաց այդ ուղղությամբ չենք տեսնում։ Նախ եւ առաջ կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը շատ լավ ընկալում են խնդիրները եւ վտանգները դրանից առաջացած միջանցքի եւ նաեւ ձեր նման լրատվամիջոցների, որը բացահայտում եւ լույս են սփռում բոլոր այդ մութ կետերի վրա։ Ես բացառում եմ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը կեթա այնպիսի իրավիճակի եւ համաձայնության, որը ձեռքից կտա Սյունիքի մարզը, որովհետեւ առանց Սյունիքի մարզի Հայաստանից ոչ մի բան չի մնալու, որ ուզենա իշխանությունը ունենա կամ իշխանության ղեկին նստած մնան։ Նաև դրական գործողություններ է նկատվում Իրանի եւ Հայաստանի մինչեւ համագործակցությանը։ Վերջինս Իրանի պատվավոր դեսպանը Հայաստանում խոսեց այնպիսի համաձայնագրի մասին, որը զարգ է տալու երկու երկրների համագործակցությունը։ Բարեբախտաբար նաև թե տնտեսական համագործակցությունը եւ թե զինվորական եւ ռազմական տեղեկությունների փոխանակելը երկու երկրների միջև շատացել են։ Բայց այս փոփոխությունները դեռ չեն հասել այն գոհացուցիչ մակարդակի։ Ես անգամներ նաև այս միտքը արտահայտել եմ, որ Հայաստանի եւ Իրանի մեջ որևիցե ռազմային համագործակցությունը, ուժային զինավարժությունը հատկապես Սյունիքի մարզում, որ կայանա,
Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը բավականին խոչընդոտներ են առաջացնելու եւ փոխելու են։ Նաեւ այս միասին զինավարժության թեմայի շուրջ կարելի է համախմբել այլ պետությունների, ինչպես օրինակ Հնդկաստանը, եվրոպական այլ երկրներ, ինչպես Ֆրանսիան, ճիշտ է Իրանը Ֆրանսիայի հետ շատ թեմաներով հակակարծիք են, բայց Հայաստանի ամբողջականությունը սահմանների պահպանման հարցում ամբողջովին համակարծիք ենք։ Նույնիսկ Ամերիկայի եւ Ռուսաստանի հետ մեր խոսակցությունները հարավային Կովկասի մեջ Թուրքիայի փանթուրքիստական եւ ֆաշիստական գործողությունների մասին, մտահոգությունների մասին խոսելով կարող ենք միասնական ընկալման եւ համաձայնության հասնենք։ Այս բոլոր առաջարկությունները եւ իրավիճակը կախված են Հայաստանի իշխանություններից։ Եթե Հայաստանի իշխանությունները շատ արագ գործունեության դիմեն, օգտվելով տարածաշրջանի այսօրվա իրավիճակից, թե Հայաստանի համար, թե Իրանի համար եւ թե ընդհանուր տարածաշրջանային կայունության համար բավականին ուժեղ ձեռքբերում է լինելու։ Պարոն Մովահեդյան, այս վերջին միտքը իհարկե Հայաստանում եւս գիտակցում են, այդ մասին շատ են խոսում մեր փորձագետներն ու մասնագետները, բայց ցավոք Հայաստանի իշխանության քաղաքականության հարցում ոչինչ չի փոխվում, իշխանությունը շարունակում է հավատարիմ մնալ իբրև թե արևմտյան, իսկ իրականում մասնագետների գնահատմամբ թուրքական գծին եւ այս տեսանկյունից ինչ մտահոգություններ ունի Թեհրանը, նաեւ հաշվի առնելով այն նախագիծը, որը խորհրդարանում էր եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց Եվրամիության անդամակցության վերաբերյալ, թեև Եվրամիությունից Հայաստանը հրավեր չունի։ Եվրամիության անդամակցելը կամ ավելի հետագա ՆԱԹՕ-ին անդամակցելը Հայաստանի կառավարության այս ծրագիրը Հայաստանի համար ոչ թե օգուտ, այլ բոլորը լինելու են բացասական հետևանքներ են ունենալու։ Եվրամիությունը այս պահին Ուկրաինայի հակամարտության ու նաև Թրամփի ամբողջական տարբեր քաղաքականությունը այդ հակամարտության վերաբերյալ դժվարին իրավիճակում է գտնվում եւ փոփոխությունների սեմին է կանգնած։ Հայաստանը արևելյան երկիր է։ Ես երբ Հայաստանում եմ գտնվում, չեմ զգում, որ որևիցե արևմտյան երկրում եմ լինում։ Հայաստանի արժեքները, culture-ը բոլորը արևելյան են եւ եթե Հայաստանը ցանկանում է հաջողության հասնել, ուրեմն պետք է իրան արևելյան կողմնորոշում ցույց տա։ Հայաստանը հաջողության հասնելու համար պետք է օգտվի Իրանի հետ ունեցած իր հարևանության իրավիճակից եւ արևելյան մեծ մնա, քանի որ հենց այս տարածաշրջանում Վրաստանի եւ Ուկրաինայի շատ արագ կտրուկ դեպի արևմտյանամետ աշխատանքներն ու գործունեության արդյունքները տեսնում ենք, թե ինչ ահռելի իրավիճակների են հանգեցրել այդ երկու երկրներին։ Նաև վերջին շրջանում տեսել եմ այնպիսի փոփոխություններ լրատվամիջոցներից, որոնք վկայում են, որ Հայաստանի ներկայ իշխանությունը հասկացել է վտանգների եւ այս արևմտյանամետ քաղաքականության մասին։ Եթե Հայաստանը ցանկանում է, որ ունենա տարբեր տեսակ համագործակցություններ, դա ողջունելի է եւ շատ էլ ճիշտ է լինելու, սակայն եթե արևմտյան համագործակցության համար պիտի զոհաբերի արևելյան իր համագործակցությունները, դա ոչ մեծ շահ չի բերելու Հայաստանի համար։ Որպես օրինակ, հենց Եվրամիության անդամակցելու ծրագիրը կանգնեցնելու Փարլամենտի որոշումի ազգային ժողովի որոշման մասին հիման վրա եմ նմանատիպ կարծիք հայտնում։ Դուք հավանաբար Հայաստանի պետական հեռուստաալիքն եք դիտել նման ազդակներ ստանալով, սա իմիջայլոց, հիմա կուզեմ անդրադառնանք մի փոքր ավելի մեծ օրակարգի
ռուս-ամերիկյան բանակցություններ եւ այդ ֆոնին նաեւ Ռուսաստանի ու Ամերիկայի ղեկավարները քննարկել էին Իրանի հետ հնարավոր բանակցություններում Ռուսաստանի ներգրավման հարցը, ինչպիսին է այստեղ Թեհրանի դիրքորոշումը եւ որքանով են հավանական առհասարակ այդ բանակցությունները։ Ես չեմ կարծում, որ Ամերիկան հետապնդում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարթեցմանը։ Իմ կարծիքով Ամերիկան փորձում է Ռուսաստանին հանգստացնել, իր կողքը պահել, Իրան կողակից դարձնել, որ իր վերջնական եւ իսկական թիրախը, որ Չինաստանն է, նրան հասնել։ Եվ կարծում եմ, որ թե Չինաստանը, թե Ռուսաստանը երկուսն էլ սա լավ գիտակցում են եւ բազմիցս անգամ Ամերիկայից խաբվելով չեն խաբվում նորից եւ ընդհանուր քաղաքագիտական եւ միջազգային քաղաքականությունը ավելի բարդ է, քան այսպես պարզ ինչ մենք պատկերացնում ենք։ Իրանի եւ Ամերիկայի հարաբերությունների հարթեցման մասին էլ Իրանը ոչ մի հարաբերության հարթեցման դեմ չի, բայց պետք է տեսնել, թե Ամերիկան ինչ նպատակներ է հետապնդում այդ իբր թե հարթեցման կամ ընդհանրապես հարթեցման վերաբերյալ։ Հետաքրքիր մի բան ասեմ, Իրանում կար այնպիսի փորձագետներ եւ խավ, որոնք հակված էին հարթեցնել հարաբերությունները Իրանի հետ, բայց վերջին ընթացումները Թրամփի եւ Զելենսկիի հանդիպման, որ ականատես եղան, իրենց կարծիքը փոխել են։ Թրամփը Զելենսկին ասաց, որ դու ոչ մի խաղաքարտ չունես եւ ուզում ես մեզ օգտագործես Ռուսաստանի դեմ։ Եվ կարող ենք պատկերացնել, որ Թրամփը Իրանից նաեւ ամբողջ խաղաքարտերը խլելու է եւ մեզ առանց խաղաքարտի իրավիճակի է թողնելու։ Պատկերացնում ենք, որ Թրամփը մեզնից ուզելու է, որ մեր ամբողջ միջուկային հրթիռային տեխնոլոգիաներից հրաժարվենք, իրեն թողնենք ամեն ինչը, նաև ձեռնպա մնանք մեր տարածաշրջանային ուժերից, սա չի լինում համաձայնություն կամ հարաբերությունների հարթեցում, այլ նման օրինակը լինում է Լիբիայի եւ այլ երկրների, որ ամբողջան այդ երկիրը տկարացնելու եւ թույլատնելու ուղղություն է տանում։ Մենք ունենք նմանատիպ փորձառությունը Բերջամ անունով մեր նախորդ միջուկային համաձայնության վրա, որը մենք Իրանը իր ամբողջ պարտավորությունները կատարեց, բայց Թրամփը այդ համաձայնությունից դուրս եկավ, կանխատեսելով, որ Իրանը լինելու է թե քաղաքական, թե տնտեսական եւ թե ռազմական կործանման, բայց տեսնում ենք, որ նմանատիպ բան չի կայացել եւ տեղյել չի ունենալու։ Եթե Ամերիկան ընդունի տրամաբանական մոտեցում, նաեւ Իրանը տրամաբանական մոտեցումով կմոտենա հարաբերությունների հարթեցման գործում եւ դա նաեւ մեզ հնարավորություն կտա, որ օգտվենք այդ բանակցությունները Հարավային Կովկասում եւ Հայաստանում ավելի կայունություն ձեռք բերելու համար։ Հաշվի առնելով ձեր նշածը, պարոն Մովահեդյան, եթե այդ բանակցությունները այդուհանդերձ չկայանան կամ չունենան այն ընթացքը, որը ցանկալի կլինի, հնարավոր համարում եք Իրանի դեմ հնարավոր գործողությունը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Մի ասացված կա, որ ասում է հաճող շունը չի կծում։ Եթե նրանք կարողանային այնպիսի հարձակում գործադրեին Իրանի վրա, որ Իրանի ինֆրաստրուկտուրան ոչնչացներ, մինչև հիմա արդեն արել էին եւ չէին հետաձգի նման գործունեություն։ Ես չեմ կարծում, որ Ամերիկան նման գործի դիմի, բայց Իսրայելը կփորձի, բայց չի հաջողի, որովհետեւ հնարավորություն չունի եւ հնարավոր չի Իրանի ամբողջ ինֆրաստրուկտուրան մեջից տանել, որովհետև դա տարբեր տեղեր գետնի խորքում Իրանի ամբողջ տարածքով ցրված է։ Այս գիտությունը եւ տեխնոլոգիան ընդհանուր Իրանում ինքնաբավ տեսքով է, երբ մենք Թուրքիայի նման չենք, որ կտորները տարբեր տեղերից, տարբեր երկրներից առնենք եւ ինչ որ օրինակ անօթաչու թռչող սարք սարքենք, ոչ մի հարցակ
բակումով հնարավոր չի ինքնաբավ տեխնոլոգիան եւ գիտությունը մեջի ստանել։ همیشه دوست دارن توازن و تعادل به اشکال مختلف بین ایران ինքը կշիռը պահելու համախոհ է Իրանը, Սաուդի Արաբիան եւ Թուրքիան Արևմտյան Ասիայի ամենամեծ ուժերն են եւ Ամերիկան որևիցե գործունեության չի դիմելու, որը այս երեք ուժերից մեկին ամբողջությամբ կոչնչացնի։ Ինքը միշտ կողմ է կշիռը պահելու եւ այս երեք երկրները իրար դեմ, իրար որպես հակադրող կշռված տարածաշրջանը պահելու համար։ Այսինքն բացառում եք տարածաշրջանում հնարավոր սրացումները, թե ամեն դեպքում իսրայելական գործոնի ռիսկը պահպանվում է եւ այստեղ Ադրբեջանը կարող է դերակատարություն ունենալ։ Իսրայելի կողմից տեղային հարձակումները հնարավոր են, նաև հայտնի մարդկանց եւ գիտնական մարդկանց թերոր անելը նաև դա հնարավոր է։ Իսրայելի կողմից մեծածավալ զինամթերքի ուղարկումը դեպի Ադրբեջան, որը օդային միջոցով կատարվում է, դա այն հանգամանքն է, որ Ադրբեջանը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ Իրանի տարածքային ամբողջականության ամենամեծ վտանգներից է դարձել Իրանում իր ներսում ստեղծելով ռազմաբազա։ Նաև այստեղ էլի կրկին հիմնավորվում է եւ առանձնանում է Իրանի եւ Հայաստանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, անվտանգային եւ ռազմավարական առումներով, որը փոխելու է տարածաշրջանի կշիռը եւ մեզ երկու երկրներից Իրանին եւ Հայաստանին թշնամի երկրների ծրագրերը։ Բաքվի նպատակը եւ հույսերն այն են, որ Իրանը ներքին առումով տարաձայնությունների եւ խնդիրների կբախվի, որը կազդի Հայաստանի եւ Իրանի համագործակցության վրա եւ լավ առիթ կստանան Հայաստանի վրա հարձակում գործելու։ Բայց այս երազը իրանց հետ պիտի գերեզման տանեն, որովհետեւ Իրանում տեղեկատվությունը եւ մարդկանց իրազեկումը Սիունիքի կարևորության մասին այնքան է շատացել, որ այս թշնամական երազանքը պիտի կղներից անեն։ Շնորհակալ եմ, պարոն Մովահեդյան, զրույցի համար։ Շատ ուրախ եմ այստեղ հյուրընկալվելու համար, շնորհակալ եմ այս առիթի համար, որ կարող էի ձեզ հետ եւ ձեր լսարանի հետ զրուցել։ Շնորհակալություն, հարցազրույցին սպասեք վաղը։